Ատոյան, ինչպես եք գնահատում քարոզարշավի ընթացքում կիրառվող քաղաքական խոսույթը, ըստ էության ատելության կոստի գեներացում է, Նիկոլ Փաշինյանը այսպես կիրառվում է որոշ հարի բառեր, որոշ քաղաքական ուժերի կողմից ևս համապատասխան արձագանք նկատվում են, եւ արդյոք անհավասար մրցակցության խնդիրներ արձանագրել եք, թե ոչ, օրինակ նույն պաստառների դեպքում մենք այսօր արձանագրել ենք, որ Ագաթան Գևոսի Մովսես Խորենացի փողոցներում օրինակ միայն Փաշինյանի պաստառներն են, ԿՊ-ի քարոզչական պաստառներն են, եւ ընդ որում որպես ընտրախախտում կարող ենք արձանագրել, որ դրանք հանրային սննդի հայերին են փակված։ Խնդիրներ արձանագրել եք։ Տեսեք, այսօրվա վիճակը ինչու՞մ է գլխավոր խնդիրը, չէ՞։ Այն վիճակը, որ այսօր ստեղծված է, որը բացահայտ իրավական համակարգի քայքայում է ուղղակի հանուն մեկ կուսակցության ու մեկ անձի շահերի։ Այսօր ամբողջությամբ այդ process-ն է։ Այսինքն ինչ մենք ունեցել ենք այսքան տարի, չէ, 35 տարի, այսօր եկել է կուլմինացիոն գագաթնակետն է։ Դրա համար օրինակ մեր նպատակը, առհասարակ բոլորիս նպատակը պետք է լինի, իսկ մեր քաղաքական ուժին է հայտարարված հստակ, որ մենք այս իրավիճակները կանգնեցնենք եւ մենք ցույց ենք տալիս նաեւ թե ինչ է իրական կատարում, որպեսզի ընտրություններով մեր քաղաքացիներին թույլ չտանք, որ ահաբեկեն, պաշտպանված պահենք մեր քաղաքացիներին, որ այս վիճակը անպայման փոխվի, որովհետև սա ոչ թե պատահական մեկ դեպք է, սա համակարգված սխեմայի ամբողջական մաս է։ Ու դուք նաև ասեցիք այդ նրանց արդարության այս process-ի, այս պայմաններում ինչ արդարության մասին է խոսքը։ Process-ի պատասխանատուն առհասարակ երկրում տեղի ունեցող իրադարձությունների իշխանությունն է։ Այս իշխանության քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակն է, որը տեսեք խորքային գնալով քայքայում է մեր երկիրը ներսից։ Եվ այսօր նրանք էլ ինչ արդարության մասին է խոսքը, երբ փակ ֆինանսական անհասկանալի աղբյուրներից բազմաթիվ մեծաթիվ միջոցներ են ներդրվում, անհասկանալի որտեղից են, ինչ են ներդրվում, որևէ թափանցիկություն այստեղ էլ չկա հաշվետվություն, եւ մի հատ էլ նույն այդ գաղտնիությունը, այդ սխեմայի սկզբունքով աշխատանքը տեղի ունեն այս որ process-ում։ Եվ ես գիտեք, սա այնպես չի, որ այս մի դեպքը մենք ունենք։ Տեսեք, օրինակ մենք ունենք նաեւ դեպքեր ունենք, երբ ջրի տեսուչ կոչվող ինչ-որ մարդիկ գնում են մարդկանց տները, ցուցակներով հատուկ բացահայտ ցուցադրում են իբր եկել են ջրի հետ կապված հարցեր ճշտել ու սկսում են քարոզչությունը, բացի քարոզչությունը հանում են ցուցակները, բացահայտ ճշտումներ են անում, sense ձևով են անում, որ վախ առաջացնեն մարդկանց մոտ, նշում են անում, հենց գնացել են մեր ընտրողներ, մենք պատահական մստացել ենք ահազանգով, գնացել են նաև մարդկանց մոտ, ովքեր ասել են ընտրելու են մեզ։ Եվ բացահայտ նշում են արե հակաքարոզչություն են իրականացրել, բացահայտ նշում են մոտներ արե հա լավ դուք հրաժարվում եք ուրեմն դուք Նիկոլ Փաշինյանին չեք ընտրելու եւ այլն։ Ու հեռանում են դրանից մի հատ քարոզ անելով։ Հələ տեսեք, այսինքն սա բոլոր ոլորտներում է այսպես եւ սա է խնդիրը, որ այս համակարգի քայքայումը անում է հանուն մեկ կուսակցության ու մեկ անձի։ Սա է, որ մեր երկրում պարտադիր պետք է այս իրավիճակը կանխվի, իսկ մեղավորներն էլ, որը վերևից է, ենթարկվեն պարտադիր պատասխանատվության։